Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում 5 շաբթին է, այսօր ես հյուրընկալել եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Սիրով։ Պարոն Խաչատրյան, բնականաբար պիտի խոսենք 3 այժմ տեղի ունեցած անուն էլ չեն կարող տալ այդ երևույթին, ինչ տեղի ունեցավ, այսպես ասեմ, քննարկումանը եւ քննարկումների շարքին հետեված իրադարձություններին։ Մի կողմից լավ է, որ ուժային կառույցները կամ այլ նախարարություններ գալիս հաշվետվություն են տալիս ազգային ժողովին, զեկուցում են իրենց կատարած աշխատանքների մասին եւ այլն, բայց մի կողմից էլ պատրաստ չեն այդ մարդիկ։ Ընդդիմությունը 1-2 հարց է հնչեցնում եւ սկսվում է այս ամբողջ ուրեմն խառնաշփոթը։ Ինչ անել հիմա, ասենք այդ կառույցներին ուր տանել, կամ այդ թվերը որտեղ թաքցնեն, որ կամ ինչպես ներկայացնեն այս մարդիկ, որպեսզի հանրությունը հասկանա, ինչ են անում իրենք իսկապես։ Խնդիրը մի քիչ ավելի խորն է։ Այո, եկան քննչական կոմիտեն, հակակոռուպցիոնը, դատախազը, մարդու իրավունքների պաշտպանը, հանրային ծառայությունները եւ այլն։ Ակնհայտ է, որ իրենք պետք է ցույց տան, որ ամեն ինչ այդքան էլ վատ չի կամ այնքան վատ չի, ինչպես չարամիտ ընդդիմախոսները եւ հանրությունը ներկայացնում են։ Եվ իրենք ամեն ինչի բացատրություն ունեն, ամեն ինչի արդարացում ունեն, հանցագործությունների աճ կա, դե ուրեմն սենց ինչ որ մի բան։ Թմրամոլության աճ կա, դե մենք պայքարում ենք։ Անչափահասների շրջանում հանցագործությունների էական աճ կա, որը բացատրություն կբերեն իհարկե։ Որևէ մեկը չվեր կացավ եւ չասեց, հա, այս ինչ հարցում սխալվել ենք։ Դեք այն հայտնի անեկդոտի նման եղավ, ասում ես լավ, իսկ գողը որևէ հարցում մեղավոր չի։ Որևէ արդարացում չկա։ Եվ բնականաբար, երբ քննադատում ես, հարցեր ես բարձրացնում, քաղաքական մեծամասնությունը, որը պատասխանատու է այս խայտառակ իրավիճակի համար, եւ որպեսզի արդարացնեն, մի ասում են այդ հին պատեֆոնը, կոռուպցիա եղել, այսքան են թալանել, այսքան են թալանել, այսքան են թալանել։ Մենք անելու ենք, բերելու ենք, հետ ենք բերելու։ Բոլորը ապառնի ժամանակով, այսպես է։ Ապառնի եւ ներկա շարունակական։ Անում ենք, փորձում ենք, կառուցում ենք, պայքարում ենք։ Գիտեք, իրենց իշխանության 8-րդ տարին է։ Նիկոլ Փաշինյանը արդեն 8-րդ տարի է, որ վարչապետ է, կառավարության ղեկավար է։ Ինքը արդեն պետք է ներկայացնի հաշվետվություն, արել ենք, հաջողացրել ենք, արձանագրել ենք։ Չունեն որևէ բան, դրա համար process-ի վրա են կենտրոնանում, որի արդյունքը չենք տեսնում։ Եվ դրա համար իմ խորին համոզմամբ, այս դրոշակը, որ սարքել են կոռուպցիան, իրանց պետք չի պայքարել կոռուպցիայի դեմ, որովհետև եթե իրանք իրոք թիրախային պայքարեն կոռուպցիայի դեմ, կսացի, որ ես 30 տարվա ընթացքում ենթադրենք 100 չինովնիկից 5-ը կոռումպացված են եղել, իրենց բռնել են, բաղապացուցել են եւ պատժել են։ Մնացած 95 նախկինները պարկեշտ աշխատել են եւ շատ ավելի լավ, քան թե հիմա իրենց ամբողջ կառավարությունն է աշխատում։ Դա իրանց պետք չի։ Եվ դրա համար իրանք ուղղակի sense բարձրագոճ, անհասցե, դատարկ մեղադրանքներ են հնչեցնում։ Ճիշտ այնպես իրենց մոտեցումը նույնն է, ինչ որ Ալիևի մոտեցումն էր այսպես կոչված փախստականների հարցում։ Չէ, ինչ էր ասում, այդ միլիոն ասում էր միլիոն, բայց այդքան մարդ չի ապրել Արցախի հարակից տարածքներում, ազատագրված տարածքներում, բայց ասում են, այսքան փախստական ունեն։ Էլի ուրջացնում էր։ Ցուցական բան էր, էլի։ Այո, այդ մարդկանց մտցել էին ինչ որ վրաններ, բառաչում էին, որ վայ, այս խեշ մարդիկ այսքան տառապում են, տանջվում են, բայց իր նպատակը այդ խնդիրը լուծելը չէր։ Սոցիալական խնդիրները լուծելը չէ, իրանց մի նպատակը պրոբլեմը օդում կախած թողելն է, որպես շանտաժ միջազգային հանրությանը։ Սրանք էլ նույնն են անում, որպես շանտաժ հաղթաթուղթ կամ որպես Այո, սրանք այդ խնդիրը լուծելու փոխարեն, որ կոնկրետ ասեն, Պողոս մեղավոր ես, Պետրոս անմեղ ես, Մարտիրոս հլդեր պետքա քննենք։ Ոչ, դատարկ փուչ պնդումներ եւ այս ամեն ինչը իրենց կոռուպցիոն գործարքների
կոռուպցիայի ֆոնի վրա։ Տեսեք նախկին նախարարներից մեկին, ասում են տուն է սարել, ասում է դե ախպերը սա խոպանից փողը ուղարկել։ Ախպոր դեկլարացիան հարկային հանում են, խեշտեղուն ասում են մի 1000 դրամ էլ ես փող ուղարկեմ։ Մարդը վերակենում ասում է քո հետ ասոցիացված, քո հետ հարազատ մարդը այսքան գումար է, այս փողը որտեղից, այս կյանքը որտեղից, այս տունը որտեղից։ Բա դե ինչ իրավունք չունի աշխատի։ Տասնյակ եւ դրա համար հարյուրավոր նույն այդ անիֆի խայտարակ պատմություն։ Այո, Երբ սա բարձրացնում ես, իրենք ուղղակի պայթում են։ Ահա, այդ է ուզում ասել, որ երբ մատնանշում ես անձամբ իրենք ճամբարից այդ նույն կոռուպցիոն երևույթները, հոգեխանգարմունքի մեջ են ուղղակի։ Այո, որովհետեւ իրենք, տեսեք, այս 7 տարվա ընթացքում որևէ հաջողություն չեն արձանագրել, որևէ։ Ինչքան էլ կոկորտ ճղնեն, գորգորան, մեղադրեն, իրենց օրոք է, որ սկսեց 44-օրյա պատերազմ, ինչքան էլ ասեն կռիվը մեր գրպանն են գցել։ Իրանց օրոք է եղել, իրանց օրոք են տապալվել բանակցությունները, ոչ թե բանակցությունները մտել են փակուղի եւ որոշ ժամանակ հետո առաջարկություններ են ներկայացվել եւ շարունակվել։ Նորմալ բանակցային գործընթաց, այլ կատարելապես ձախողվել են իրենց ժամանակ։ Իրենց ժամանակ մի հատ դիրքի գրավումը իրենք հերոսացրեցին Սարդարապատում, իրեն ժամանակ եղավ պատերազմը եւ պարտությունը, իրեն ժամանակ եղավ Արցախի հաղթափումը, իրեն ժամանակ եղավ Արցախի հանրապետության բռնազավթումը։ Իրեն ժամանակ են թուրքերը բուն դրել Հայաստանի սահմաններից ներս։ Ես մեր Գրիգորյանին հարցում եմ ուղարկում, ասեմ, այսօր ինչքան տարածքի օկուպացված, երբ է օկուպացվել, եւ որոնք են այն կետերը, որտեղ օկուպացված են։ Ինձ ազատության մի հատ հոդված է հղում ուղարկում, մնացած ասում եմ մեկնաբանություն չունեմ։ Ես իրանից մեկնաբանություն չեմ ուզում։ Ես իրանից տվյալներ եմ ուզում։ Թաքցնում են, գաղտնի են պահում, թե երբ են թուրքերը մտել Հայաստան, որովհետև իրենց օրոք դա եղել։ Եթե զուտ մեր հիշողությամբ դա մայիսին էր, կարծեմ 21 թվականին։ Չէ, մեր հիշողությունը մի քիչ ավելի խորը փորենք։ 18 թվականի հուլիս Արենիի դեպքերն եկա, որ Փաշինյանը փորձում էր մերժը հերքեր, ասել տես բան չկա։ Դե թող ներկայացնեն, օրինակ Արենի այդ դեղերը որտեղ են թուրքերը խցկվել։ Եվ հիմա մենք տեսնում ենք տնտեսական խնդիրները։ Մենք տեսնում ենք այս իրավիճակը։ Առաջի երամսյակի այս տարվա առաջի երամսյակի կտրվածքով ուրեմն արդյունաբերությունը 18.5%-ով դանդաղ նվազել է։ Աճը տնտեսական նվազել է։ Դիվանագիտական ձախողում վրա։ Կհիշեք Նիկոլ Փաշինյանը վերջի անգամ պետական այցով ուր է գնացել։ Խոսքը չի գնում աշխատանքային այց Ալբանիա, որ այսօր գնաց։ Խոսքը գնում պետական այցի մասին։ Ուր է գնացել։ Իսկ Ալիևը ես մի այդպիսի այց հիշում եմ Մոսկվա, շատ տարիներ առաջ։ Հնարավոր է։ Դա կարծեմ եղել է պատերազմից առաջ, բայց պետական այցեր արդյոք չգիտեմ։ Այո, տիկնոջ հետ։ Տիկնոջ հետ լինելը պետական հարպետական աշխատանքային պաշտոնականը պետական չեն դարձնում, էլի պետական ամենաբարձր կացել օրինակ։ Պարոն Խաչատրյան, զգացվում է, որ երկխոսությունը ընդդիմության ու իշխանության միջև առնվազն ազգային ժողովում չի ստացվում։ Ասենք ցանկացած հարցից կարող են ստեղ այսպիսի էքսցեսներ լինել, կարող են բան գործահասնել ձեռնամարտի եւ այլն։ Պատճառը որտեղ փնտրեն, գուցե հենց ազգային ժողովի կառուցվածք չասեմ, բայց աշխատանքային մթնոլորտ կամ աշխատանքի ձևի մեջ է գուցե ինչ-որ բան էլ սխալ։ Մի քանի պատճառ կա։ Նախ առաջինը Լիլիթ Գալստյանը նախորդ օրերին քննարկման ժամանակ ասաց, որ քաղաքակրթական էական տարբերություններ կա։ Դա առաջինը կոնցեպտը։ Այն բանով որ երկխոսություն չի ստացվում։ Չէ, որ քո արժեքային համակարգը շատ տարբեր է, եթե մարդկանց միջև արժեքային համակարգը էապես տարբեր է, երկխոսության հավանականությունը 0-ի է ձգտում, այսինքն ինչ քննարկես մեկի հետ, ասում է թուրքը իմ բարեկամն է, օրինակ եմ ասում, լավ։ Ինչ քննարկես այն մեկի հետ, որ ասում է լավ կլիներ, որ մենք հայերենական պատերազմում պարտվեինք։ Այդ թեման տեսնում եք իրանք ինչքան են տիրաժավորում։ Ինչ քննարկես այն մարդու հետ, որ ասում է ցեղասպանություն եղավ, որտեվ հայերը իրաց խելոք չեն պահել։ Այդ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է, որին ի դեպ արձագանքում էր Լեմկինի ինստիտուտը, միջազգային ամենախոշոր
Ցեղասպանագիտական ինստիտուտ։ Մյուսը, այս իշխանությունները սարսափելի լարված են։ Իրենք տեսնում են վերջ-վերջը, որ ինչ խնդիրների առաջ են կանգնած։ Փաշինյանին անհրաժեշտ է թղթի կտորը, որի վրա գրված լինի խաղաղություն, որպեսզի հետո, երբ ընտրությունները լինեն, հերթական կամ արտահերթ, ասի տեսեք, ես խոստացել էի խաղաղություն։ Ինքը իհարկե չի ասի, որ խոստացել էր Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա եւ Արցախի լուծում, ճանաչում հանուն փրկության, իրավունքների պաշտպանություն, ճանաչում անջատում հանուն փրկության գաղափարի մաս։ Կասի տեսեք, խոստացել եմ խաղաղություն։ Դրա համար ինքը բոլոր հնարավոր զիջումները արել է, Ադրբեջանը շարունակում է ճզմել, դրացուցիչ զիջումներ պահանջել։ Սա էլ հասկանում է, որ եթե շատ զիջումների գնա, հնարավոր է, որ ներսում չկարողանա կառավարի հասարակության դժգոհությունը։ Բայց Ալիևն էլ մյուս կողմից հասկանում է, որ սա հենց գնա, ցանկացած եկող փորձել ավելի, ուրեմն ամուր է լինելու, ավելի կարծր է լինելու։ Դա համար այդ գործընթացը կանգնել է։ Արադ Միրզոյան ինչ էր ասում, մենք լավատես ենք, լավ։ Ինչի իման վրա քո լավատեսությունը։ Այն որ մինչև նախարարը հերոստացույցը իր ապառիկով գնում, հիմա մի քանի 100,000-անոց տուն ես հիպոթեկով գնել, դա դեռ չի նշանակում, որ կարող ես լավատես լինել, որ բանակցային գործընթացը այսպես կոչված կամ խաղաղության գործընթացը այսպես կոչված գնում է առաջ։ Սահմանազատման գործընթացը որ սկսի, ակնհայտ է, չէ՞ ինչի թուրքերը պահանջեցին հյուսիս-արևելքից սկսել, մինչդեռ հայկական շահը պահանջում էր հարավից սկսել։ Էլի լինելու են տարածքային հանձնումներ թուրքերին։ Ինչ ուզում ես պիտակավորի, քո ինքնիշխան իրավազորության տակ գտնվող տարածքը հանձնելու ես քո թշնամուն։ Տնտեսությունը նվազում է։ Նույնիսկ նայենք անցյալ տարվա ըստ եռամսյակների արդեն նվազում ունենք։ Այս տարի էլի եմ ասում, նվազել է արդյունաբերությունը։ Աճը ինչի հաշվին է։ Շինարարության, որը հասել է իր պիկին։ Ճանապարհաշինությունը տեսնում ենք ինչ խայտառակ վիճակի։ Հասարակության դժգոհությունը մենք տեսնում ենք։ Ներսում խնդիրներ ինքը հասկանում է, չէ՞, որ տարբեր օջախներ են բռնկվում տարբեր պատճառներով։ Միտեղ դպրոցում են երեխաները դժգոհ, յուղացիներն են ասում, կարկուտը խփեց, ոչինչ բանով մեզ չես օգնել, միտեղ մարդիկ ասում են, այս տրանսպորտի գինը որ դրել ես, ես ինչպես եմ գալու Երևան։ Հիմա փոքր օջախներ են, բայց այդ ամեն ինչը մի օր կկոնսոլիդացվի, չէ՞։ Արտաքին քաղաքականությունը, ինչքան էլ կոկորտ պատռեն, ճղեն, թե մենք Եվրոպայի հետ ֆլան-ֆստան, առևտրաշրջանառությունը Եվրոպայի հետ երբեք այսքան ցածր չի եղել, ինչպես սրանց օրոք։ Կայակալասը հանձնաժողովի, ուրեմն Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն, եկավ Բաքու, գնաց Մոլդովա, Հայաստան չեկավ։ Հասկանում են, չէ՞, ռուսների հետ հարաբերությունները լարված ու լարված։ ԵԱՏՄ-ում վատ են, հապկում վատ են, ամեն Որտեղ են լավ։ Որտեղ են լավ։ Որովհետև գիտեք, երբ սենց անկողնուց անկողին ես թռնում, վերջը հայտնվելու ես վեներական դիսպանսերում։ Պարոն Խաչատրյան, այսօր լրատվամիջոցներում բավականին շատ է խոսվում, որ իշխանությունները, ինչպես նաև ընդդիմությունը, կարծես պատրաստվում են մեծ շարժումների մեջ են, պատրաստվում են ընտրությունների, եւ մատնանշում եմ նաև մի բան, որ Փաշինյանն այնուամենայնիվ իր հեներաներին աշխատում է շատ չհեռացնել իրենից, դիցուք, ասենք, Հանրապետություն կուսակցությանը, ասենք, Երևանի քաղաքապետին իր ազդեցությամբ պահում է նորից իր մոտ, ասենք, Անիվի խայտառակ գործը եւ Փաշինյանի հովանավորությունը։ Նույնը Մասիվի թաղապետի, ուրեմն նորքի զանգված թաղապետի գործողությունները եւ իշխանությունների հովանավորությունը։ Նրանք աշխատում են գոնե այդ բաները պահել, որ առաջիկա ընտրություններում որոշակի պաշար դեռ ունենան։ Հույսը դրել են դրա վրա։ Թերթերը պնդում են, մամուլն էլ պնդում է ու անդադ գրում է այն մասին, որ նրանք պատրաստվում են ընտրությունների։ Ինչպիսին կարող է լինել, ինչպիսի ընտրությունների է պատրաստը այս իշխանությունը, արտահերթ, հերթական ընտրությունների կձգեն։ Տեսեք, ամենայն հարգանքով մամուլի նկատմամբ, բայց ամեն ընտրության հաջորդ օրը
քաղաքական ուժերը պատրաստվում են հաջորդ ընտրություններին, այսինքն ընտրությունները եղան 21 թվականին, Այդպես Գալուստ Գրիգորիչն էր ասում ժամանակ։ լավ էր անում, ճիշտ էր անում։ Հունիսի 20-ին էր, եթե չեմ սխալվում, արդյունքների հրապարակման հաջորդ օրվանից քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների։ Այստեղ ոչ մի նոր բան չկա, սա քաղաքական ակսիոմ է։ Հանրապետություն կուսակցության հետ իմ գնահատականը մի քիչ ուրիշ է, իրանք ոչ թե հովանավորում են, այլ իրանք ենթարկվում են։ Հանրապետություն կուսակցությունը պարզ շանտաժի է ենթարկվում Նիկոլ Փաշինյանին։ Տեսեք, բայց էլի ընտրությունների տրամաբանության մեջ գուցե։ Որտեղ ուզում է լինի, որտեղ ուզում է լինի, տեսեք։ Այդ այսպես կոչված օրենքը Եվրամիության հետ կապված, այսպես կոչված, որտեղ օրենքը որոշակի վարքականון է պարտադրում, գործողություն է պահանջում։ Լավ, իրանք ասում են օրենքը ընդունելուց մինչև հիմա ինչ քայլ են արել։ Տեսանելի ոչ մի է։ Իսկ ոչ էլ անտեսանելի։ Բայց դա Արամ Սարգսյանի եւ իր կուսակիցների պարզ շանտաժն էր, որովհետեւ եթե չանցկացնեք, կարող է Երևանի ավականիում խնդիրներ ունենաք, որովհետեւ այս իշխանությունները Նիկոլ Փաշինյանը եւ ընդհանրապես ամբողջ Նիկոլ Փաշինյանը Երևանում ունեն քաղաքապետ Արամ Սարգսյանի բասով եւ եթե անկարծ Հանրապետություն կուսակցությունը հետ քաշի իր աջակցությունը Երևանում Ավինյանը 5 րոպե էլ քաղաքապետ չի լինելու իսկ Նիկոլ Փաշինյանը հասկանում է ինչ կնշանակի Երևանում այս հեղեղուկ իշխանություն կորցնելը եւ դրա համար աչքերը փակ կամ լավ կատամները կրճտացնելով հանդուրժեցին մասիվում տեղի ունեցած խայտառակությունը իմանալով թե իրենց դա ինչ ռեպուտացիոն ռիսկ է հասցրել այնպես որ ես չէի ասի որ հովանավորում է վախենում է շանտաժը սպառնալիք է ինքն էլ գլխիկոր հետևում է Արամ Սարգսյանի հրահանգներին իսկ ընտրություններ կլինեն թե չեն լինի ամեն դեպքում կլինեն երբ կլինեն արդեն շատ դժվար է ասել բայց հասարակությունը էլեկտրականացված քաղաքական ուժերի միջև բևեռացումը խիստ մեծ է իսկ ինչ վերաբերում ազգային ժողովին դա ազգային ժողովի ղեկավարության խայտառակ անընդունակության հետևանքն է նախ միանգամից 5 զեկույց հաղորդում ներողություն դնել մի քարորիային օրակարգում չի կարելի, որովհետև այդ ամեն ինչը կրքեր է բորբոքում։ Երկրորդը նախագահողները իրենք պետք է հասկանան, որ իրենք ՔՊ-ի խոսնակները չեն, իրենց նպատակը, իրենց գոյության իմաստը, լավ այդ հաստիքերի պաշտոնի, այն փողի, որ ստանում են, ազգային ժողովի նիստերը կառավարելն է։ Իրանք անընդունակ են, անտաղանդ են, անբաշար են նաև այդ հարցում։ Նորնվազը բալանսավորել է այդ։ Լսեք, կողմնակալ չպետք է լինի։ Ինքը էլի եմ ասում, ազգային ժողովի նախագահողները կոչված են վարել նիստերը եւ կառավարել ազգային ժողովի աշխատանքը։ Իրանց ընտեղ նստելն են, ոչ թե որ իրանց կուսակցության օրակարգը առաջ տանեն եւ ամբողջ քթալի նման անընդհատ մեջ ընկնեն։ Հիմա Գալուստ Գրիգորիչի անունը տվեցիք։ Երանի իրանք կարողանային Գալուստ Գրիգորիչի նման կառավարեին ազգային ժողովի նիստերը։ Երանի։ Եվ այս վերջի իրադարձությունները աղմկահարույց անցան արդեն հայոյանքի սահմանը եւ այլն իշխանությունները։ Կարծես այս ամենի մեջ ստվերվեց կամ լրացվեց մի ուրիշ գործընթաց, որը կապված է իմպիչմենտի հետ, այդ գործընթացի մասին եմ ասում, կարծես դա այսպես ստվերվեց եւ դարձավ, այսինքն մի բան, որը գրեթե անիրականանալի է, արդեն այդպիսի տպավորություն ունեմ ես։ Արդյոք դուք համամիտ չեք, որ իշխանությունների այս պահվածքը արդեն իսկ ցույց է տալիս, որ գոնե մեկ падգամավոր այս իշխանությունների թևից հնարավոր չէ բերել եւ այդ գործընթացին միացնել։ Ես արդեն չեմ խոսում 18 падգամավորի մասին,
որոնց ձայներն անհրաժեշտ են այդ արտակարգ նիստը գումարելու համար։ Որևէ մեկը դեմ չի Նիկոլ Փաշինյանի պաշտոնազրկմանը։ Մեզնից շատ դրա համար ոչ ոք չի պայքարել։ Դեռևս 19 թվականին հիշացնեմ, Դաշնակցությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դեմ ցույց կազմակերպեց։ Այն ժամանակ, երբ վերևն Աստված, ներքև Նիկոլ Փաշինյան էս հասարակությանը։ Հետո եղավ հայրենիքի փրկության շարժում, դիմադրության շարժում, հետո սրբազան շարժում, որին մենք ամբողջովին աջակցել ենք։ Մենք ենք, որ փողոցում ենք պայքարել, մենք ենք, որ պայքարում ենք խորհրդարանում, պայքարում ենք, այնպես որ ասել իրանք չեն ուզում Նիկոլ Փաշինյանի փոփոխությունը, դա զառանցանք է, բայց impeachment-ը մի յուրօրինակություն ունի, լավ, սպეციფიկ գործիք է։ Քո առաջարկած տեխնացուի օգտին պետք է քվեարկեն իշխանության ներկայացուցիչները, մեծամասնության ներկայացուցիչները նույնպես։ Դա անելու համար դու պետք է կարողանաս գեներացնես հզոր ճնշում։ Այսինքն 4 թվեր են, ուղղակի 4 էլի եմ ասում, սուտը դրանում է, որ ոչ թե թող Նիկոլ Փաշինյանը գնա, թող գնա, բայց դու պետքա տեխնացու ներկայացնես։ Տեխնացու, որը ոչ թե քո համար ընդունելի լինի, այլ առնվազն 20 հոգու իրենց մեծամասնությունից։ Նույն երկու անկախ, չգիտեմ, 18 թող լինի, լավ, ենթադրենք այն երկուսն էլ քվեարկեցին։ Իրատեսական է դա արդյոք։ Եվ երկրորդը, այն մարդիկ, ովքեր դրա մասին չակերտավոր նախաձեռնությամբ դես եկան, իրենց գործառույթը այդ գործընթացում ինչ ա լինել։ Ինձ նամակ են գրում, ասում են ազգային հղում են կատարում օրենսդրության վրա, հետո ասում են կառավարությունը չի կատարել իր ծրագրերը, ուրեմն լեգիտիմ չի։ Լավ, առաջինը մենք ենք դրա մասին խոսել 22 թվականին, երբ կառավարության ծրագրի կատարողականը մի տարվա 21 թվականին ներկայացվեց խորհրդարան։ Հիմա դրանից 3 տարի հետո եկել մեզ ասում են այն ինչ որ մենք 3 տարի առաջ ենք ասել։ Դե լավ էլի։ Եվ սա մեզ հուշում է, որ ամենայն հավանականությամբ այդ գործընթացի թիկունքում այլ մարդիկ, այլ նպատակներ են հետապնդում։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Կհանդիպենք, սիրելի բարեկամներ։